Monk 3 YouTube-յան ալիքը ներկայացնում է հայկական YouTube-յան ալիքների առաջին մրցանակաբաշխությունը, որը կկայանա դեկտեմբերի 2-ին Տաշիր Արենայում։ Հայտագրման համար այցելեք monk3.com։ Հաղթողները կընտրվեն հանրային քվեարկությամբ։ Մանրամասների եւ կանոնակարգի համար այցելեք մեր կայք կամ գրեք ձեր հարցերը մեր սոցիալական հարթակներում։ Monk 3-ը ներկայացնում է հայկական առաջին dating reality show-ն Սիրասուն։ Յուքոմ ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում։ Բարև ձեզ, Սիրասունի վերջին էպիզոդը վերջապես մեկնարկում է։ Վստահ եմ, որ սպասել եք այսօրվան, երբ բոլորս միասին վերջապես պետք է իմանանք, թե ով է հաղթում նախագծում։ Նախագիծ, որն աննախադեպ է բոլոր առումներով, սիրառատ հույզեր, պայքար, հիասթափություն եւ իհարկե հաղթանակի սպասում։ Իդեպ հաղթանակ, որը իր արժեքով նույնպես աննախադեպ է։ Արսեն, վստահ եմ ինձ հետ կհամաձայնվես, որ մինչ օրս հայկական մեդիայում չի եղել որևէ նախագիծ, որտեղ կխաղարկվեր 20 միլիոն դրամ։ Եվ այլ մանրամասները Սիրասունն ամփոփող տեսանյութում են։ Ով սիրո, սիրո Սիրասուն, հայկական առաջին reality dating show։ Կամերան անջատվեց, всё, մարդ դառավ ուրիշ մարդ։ Հաղորդավարների համար ստեղծված չտեսնված կերպարներ։ 36 ժամադրություն Հայաստանի ֆանտաստիկ տեսարաններով։ Ուղղակի հրաշալի տեսարան, բառերով չեմ կարող նկարագրեմ։ 12 իրարից բացարձակապես տարբեր մասնակից, Դեռ բերեմ իմ կյանքում քեզ, էդի 1020 միլիոն արժի։ որոնք իրենց փորձով են ապացուցում, որքան բազմազան ու հետաքրքիր կարող են լինել ժամադրությունները։ Նայեք ոնց է սիրահարվում դանդաղ, սենց էշ ենք մենք, սենց էշ։ Սա Սիրասուն reality show-ի ճանապարհն է, որն այսօր մոտենում է եզրագծին։ Ով ամենաշատը սիրվեց, Դու ես ինձ այրում քո գեղեցկությամբ։ ով անխնա քննադատվեց, Ես քեզ ասում Ես հասկանում եմ հիմա։ ով մնաց իրական ու անկեղծ, Անկեղծ ազնի սրտով եմ ասում։ իսկ ով այդպես էլ չհանեց դիմակը։ Այ, վադեմ արա, վադեմ։ Գնահատման հեղինակային համակարգը խառնեց բոլորի պլանները, հաշվարկներն ու պայմանավորվածությունները տեսականորեն անհնար դարձան։ Արդեն հանգիստ է գնահատականը տվել է, всё։ Այժմ ստացած միավորները ամփոփելու ժամանակն է։ $20 միլիոն դրամի համար պայքարն ավարտված է։ Ես հենց հիմա նայում եմ մեր Սիրասունների սիրառատ աչքերին, նայիր ոնց են դրանք փայլում։ Համաձայն եմ, այո։ Արի Արսեն, միասին հասկանանք սեր արմատով քանի բառ կա հայերենում։ Ոյ, վստահ չեմ, բայց գիտեմ, համոզված եմ, որ շատ կլինի։ Արի թվենք։ Սկսեցինք։ Սիրա, արի սուզվենք, սիրասույզ, Սիրատենչ,
Սիրառատ։ Սիրատոչոր։ Ոյ տոչորս դու։ Սիրատենչ։ Ասեցին։ Ասեցին։ Հա։ Սպասի մտածեմ, Սիրավեպ։ սիրավառ։ Սիրավառ։ Այո, հիմա կերտն է, ես ասել եմ։ Սիրաքստիկ։ Սիրապատում արի։ Սիրապատում։ Այո, սիրապատումը քեզ տվեցի։ Սիրասուն։ Ես հաղթեցի։ Դու հաղթեցի։ Ապրես, Արսեն ինչն եմ սիրում, որ գիտի ճիշտ ժամանակը հանձնվելու։ Լուսնյակ այնքան սիրուն ես ուղղակի, որ ես ի վիճակի չեմ չհանձնվել, այսպես ասեմ, որ ֆարֆռվի տիկնիկ Շնորհակալ լինես, եմ։ տանեմ, դնեմ դաշնամուրից գլխին։ Ապրես։ Քո սիրամեծար սրտի համար էլ 6-ս քեզ, բայց պինդ կպահես, իմ 6-ը յուրահատուկ է։ 6 անծանոթ տղա եւ 6 աղջիկ 10 օր ապրեցին միասին նույն հարկի տակ։ Բացարձակապես իրարից տարբեր մարդիկ, տարբեր մասնագիտություններով եւ տարբեր աշխարհայացքներով։ Գնացին միմյանց հետ հանդիպման, ճանաչեցին ու բացահայտեցին միմյանց, կռվեցին, բայց Շատ շատ արագ։ արագ հաշտվեցին։ Բայց կա մի բայց, այնինչ ունի սկիզբ, բնականաբար պետք է ունենա տրամաբանական ավարտ եւ մենք ընդամենը մի քանի րոպեից կիմանանք, թե ով է հենց այս տնից գնալու իրենց տուն շատ խոշոր դրամական շահույթով։ Արսեն, ինչ ես կարծում, գուցե կիսվեն մեզ հետ։ Ված չէր լինի, չէ։ Ինչը կիսվեն։ 20 միլիոնը։ Չէ, ես կարծում եմ ավելի լավ է, որպեսզի նա ով կգնա հաղթանակով ամբողջապես գումարը իրեն Լավ, համաձայնվեմ։ Կամ իրենք կորոշեն, կիսվելու մասին դեռ շուտ է խոսել։ Կխոսենք հետո։ Դրա համար չեն կիսում եւ այն ինչ որ տեղի կունենա սիրելի հետևորդներ, տեղի կունենա ձեր աչքի առաջ։ Մենք կիրականացնենք այժմ հաշվարկը, որը բնականաբար տեղի կունենա նաեւ մեր մասնակիցների աչքի առաջ ու կհասկանանք թե ով քանի միավոր է վաստակել այս օրերի ընթացքում իրենց դեյթերից ելնելով։ Մինչ այդ ունենք այլ քվեարկություն։ Քանի որ մեր մասնակիցները անդադար իրենց տրված հարցազրույցներում ասել են, որ միավորները այլ կերպ կդասավորեին, եթե արդեն դեյթը փոխված լիներ, ինչ որ միավորներ կփոխեին, մենք բնականաբար տալիս ենք իրենց այդ հնարավորությունը, քանի որ Մոնկի կարգախոսն է չտեսնված, չլսված եւ չասվածը, առաջին օրը չտեսնվածն ու չլսվածը քվեարկեցին, այսօր տեղի է ունենալու չասվածը։ Ինչ է դա նշանակում, ձեզնից յուրաքանչյուրին կտրվի 1 բալ, 1 միավոր։ Եվ այդ 1 միավորը դուք կարող եք տալ այն մասնակցին, որին կարծում եք, որ պակասում է այդ 1 միավորը եւ կարող է փորձել փոխել ինչ-որ իրավիճակ։ Բայց պարտադիր պետք է այնտեղ ձեր հակառակ սեռի ներկայացուցիչները։ Փորձը ցույց է տվել, որ հակառակ սեռին տալը ավելի հաճելի է։ Չեմ կարող չհամաձայնվել։ Այնպես որ յուրաքանչյուր տունեք մեկական միավոր աղջիկները տղաներին, գնահատելու տղաները աղջիկներին, պետք է տակ այն մասնակցին, ում հետ որ դեյթի եք եղել եւ մտածում եք, որ այ միավոր էր պակասում, կուզեիք նրան առավել գնահատել։ Սա դեռևս ամփոփիչ չի լինի, բայց առավել կմոտեցնի մեր մասնակիցներին, այս պարագայում մասնակիցներից յուրաքանչյուրին դեպի հաղթանակը։ Դեյթահարկերը կվճարեն մեր մասնակիցները։ Դա անպայման նշենք, գիտեք, այո, գումարը, որ դուք ստանալու եք 20 միլիոն դրամ, դրա մեջ ներառված են հարկերը։ Դե ինչ ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է մեր մասնակիցներին հանձնելու այդ սպասելի մեկ միավորը, որ տեսնենք, թե իրենք ում են տալու։ Մեր մասնակիցներից յուրաքանչյուրը կգնա գաղտնի սենյակ, իդեպ որտեղ կան տեսախցիկներ եւ բնականաբար բարձրախոսներ, որոնք ձայնագրելու են ողջ ընթացքը, բայց ներկա չի լինի ոչ ոք։ Այսինքն այս քվեարկության մասին կիմանան միայն մեր մասնակիցները։ Վերցնելու եք ձեր 1 միավորը, տեղադրեք ծրարի մեջ եւ դնեք այն սրտիկի մեջ, որ մասնակցին ուզում եք տալ ձեր։ Իսկ այս սրտիկները ձեր անուններով մենք կտեղափոխենք գաղտնի սենյակ, որտեղ էլ կիրականանա այդ քվեարկությունը։ Ես իմ միավորը տալիս եմ Սերգեյին։ Ալեքսանդր։ Այս միավորը տալիս եմ Վարդանին, որովհետև շատ վատ եմ իրան գնահատել։ Իլոնա։ Ալեքսին։ Իմ միավորը Իլոնային եմ տալիս։ Միավորը տալիս եմ Վիկտորիային։ Անդային։ Հարմանի։
Աբարայ։ Ով էսի դակես քիչ։ Հակոբ։ Տալիս եմ Անահիտ, երկրորդ համարին։ Մոնք 3-ի չտեսնված, չլսված ու չասված քվեարկությունը համարում ենք փակված։ Ժամանակն է հաշվելու հասկանալու համար, թե ով է հաջողակը։ Ժամադրություններից, ինչպես նաև դրան նախորդած չտեսնված ու չլսված քվեարկություններից ստացած բոլոր միավորներով ծրարները հավաքվել են անվանական սրտաձև տուփերում։ Դրանք կապարակնքված եւ անհասանելի են եղել թե մասնակիցների, թե անձնակազմի համար։ Վերջապես ծրարները բացելու եւ միավորները հաշվելու ժամանակն է։ Շուտով կիմանաք, թե ովքեր են հայտնվել եզրափակչում։ Եթե դուք 10:06 համարին ուղարկել եք եզրափակիչ դուրս եկած մասնակիցների ճիշտ կոմբինացիա, հավակնում եք դառնալ խաղարկվող 10 iPhone-ներից մեկի տերը։ Չմոռանաք հետևել հատուկ եթերին։ Եվ այսպես հաշվարկը արդեն կատարված է եւ մենք շատ շուտով կիմանանք, թե ովքեր են այն երկու մասնակիցները, մեկ տղան եւ աղջիկը, որոնք հայտնվում են եզրափակիչում։ Պատրաստ եք, բոլորիդ հաջողություն ենք մաղթում եւ այժմ կբարձրաձայնենք, թե ով քանի միավոր է հավաքել։ Գնացինք։ Գառնիկ 50 միավոր։ Հակոբ 50 միավոր։ Ալեքս 56 միավոր։ Հաջորդը մեզ մոտ Թամարան է 57 միավոր։ Անահիտ Օթարյան 60 միավոր։ Հաջորդը մեզ մոտ Իլոնան է 65 միավոր։ Հաջորդը մեզ մոտ Վարդանն է 65 միավոր։ Հաջորդը մեզ մոտ Աննան է 64 միավոր։ Մեզ մոտ մնացել են 4 մասնակիցներ, որոնցից 2-ը անցնելու են եզրափակիչ։ Եվ ովքեր են այդ երկուսը կիմանանք ընդամենը վայրկյաններ անց։ Եկենք միասին հասկանանք, թե ըստ ձեզ ով է անցել եզրափակիչ։ Ովքեր են այդ երկուսը։ Ովքեր են այդ երկուսը։ Ում հարցնենք։ Սերգեյ, ասա։ Օրինակ, ում ես կարծում, որ անցել է եզրափակիչ։ Աղջիկ թե տղա։ Աղջիկների։ Ով է մնացել։ Վիկան եւ Անահիտը։ Օ, դժվար ընտրություն է։ Փորձիր։ Հավատարիմ մնամ Վիկային, կներես Անահիտը, մենք վաղեմից Հավատարիմ Գյումրիին։ Վիկան, ո՞ց։ Կարծում եմ Վիկան։ Իսկ աղջիկներից։ աղջիկներից ով կասի, ըստ ձեզ ով է տղաներից։ Տամարա։ Թող ինձ ների Սերգեյը կարծում եմ, որ Արմանը։ Այո։ Անահիտ, ինչ ես կարծում, ով է անցել տղաներից եզրափակիչ։ Արմանը։ Արմանը։ Արման։ Կարծիքները Արմանի կողմն են։ Արման, քանի որ երկու աղջիկ քո անունը հնչեցրեցին, դու ինչ ես կարծում, աղջիկներից ով է եզրափակիչում։ Ես կարծում եմ Անահիտն է եզրափակչում։ Անահիտը։ Քանի որ Արմանը վերջինը պատասխանեց, սկսենք հենց Արմանից։ Արման 73 միավոր։ Վիկտորիա, հուզված եք։ Իհարկե։ Գնացինք, տեսնենք։ Եվ այսպես Վիկտորիա, Կօգնես։ Վիկտորիան վաստակում է 69 միավոր։ Տղաներից Սերգեյ եւ աղջիկներից Անահիտը Կոստանդյան կվճռեն իրենց միավորներով ու արդյունքները կամփոփեն եւ մենք կիմանանք թե ովքեր են այդ երկուսը, որ հայտնվել են եզրափակիչում։ Իդեպ մեր սիրելի հետևորդներ, ովքեր որ այս ընթացքում ուղարկել են SMS հաղորդագրություններ, հենց հիմա սեղմեք զանգի կոճակը, հետևեք Monk 3-ին բոլոր սոցիալական հարթակներում, որովհետև շատ շուտով մենք կհայտարարենք այն օրը, երբ հատուկ եթերի ժամանակ կխաղարկվեն 10 iPhone-ները։ Ու հնարավոր է այդ 10 iPhone-ից մեկը լինի ձերը, եթե դուք գուշակել եք, թե
որ երկուսն են լինելու եզրափակիչում։ Արսեն, մինչև կանցնենք առաջ, ուզում եմ հարց ուղղել Սերգեյին։ Սերգեյ, ըստ քեզ, դու ես եզրափակչում, թե կարող է տեղը ձիչես։ Կարևոր չէ։ Լավ։ Կարևոր չէ։ Կմնաք լավ ընկերներ։ Շատ լավ։ Սերգեյ, եւ այսպես ցանկանում ենք հնչեցնել, որ թեպետ դուք ասացիք, որ կարևոր չէ, բայց ձեր յուրաքանչյուր հանդիպում կարևոր է եղել աղջիկների համար, որովհետև դու եզրափակիչում ես 90 միավորով։ Իսկ հիմա ինչ կասեք, Սերգեյ։ Չգիտեմ։ Դել պետք չի ասել։ Լռությունը ոսկի է։ Սիրելի դիտողներ, Monk 3-ով շարունակվում է Սիրասուն reality dating show-ի եզրափակիչ եթերը եւ մեզ մնացել է մեկ մասնակից, Անահիտ Կոստանդյանը։ Անահիտ, թեպետ դուք եք մնացել այստեղ, բայց դա բոլորովին չի նշանակում, որ հենց դուք կարող եք լինել եզրափակիչում, որովհետեւ միավորների թիվը դեռ պարզ չէ։ Բայց 1, 2, 3 եւ իմ լուսնյակը կհնչեցնի այդ թիվը։ Անահիտ Կոստանդյան 69 միավոր։ 69 միավոր։ Վիկտորիան եւ Անահիտը հավասար միավորներով են։ Ես ուրախ եմ։ Դրա համար ունենք եւս մեկ քվեարկություն։ Այո, քանի որ Սիրասուն reality show-ի կանոնակարգն է, որ եզրափակիչում պետք է հայտնվեին աղջիկներից մեկը եւ տղաներից մեկը Սերգեյը, անխախտ եզրափակիչում է եւ այս պարագայում Վիկտորիան եւ Անահիտը Կոստանդյանը մնում են եւս մեկ քվեարկության սպասումով, որպեսզի հասկանանք, թե աղջիկներից ով է հայտնվում եզրափակիչում։ Եվ ինչպես Սիրասուն reality show-ի կանոնակարգն էր, որ հենց մասնակիցներն են ընտրում հաղթողին, այս ընտրությունը եւս կատարելու են մասնակիցները։ Շատ պարզ կանոնակարգով։ Սերգեյ չի ընտրի։ Սերգեյ չի ընտրի, քանի որ նա եզրափակիչում է եւ բնականաբար Վիկտորիան ու Անահիտը եւս չեն կարող քվեարկել։ Մնացած 9 մասնակիցները կստանան եւս մեկական միավոր եւ այստեղ արդեն սեռային տարբերություն չկա, սիրելի մասնակիցներ, դուք պետք է որոշեք Անահիտ Կոստանդյանը թե Վիկտորիան է գնում եզրափակիչ Սերգեյի հետ, որտեղ էլ կհասկանանք արդեն երկուսից ով կհաղթի։ Կհանդիպենք քիչ հետո եւ կամփոփենք վերջնական արդյունքները։ Իսկ դուք պատրաստ եղեք ընտրության։ Անսպասելին։ Այո, անհավատալի է, բայց այս պահին երկու մասնակից Կոստանդյան Անահիտն ու Վիկտորիան ունեն հավասար միավորներ։ Ստացվում է նրանք կիսաեզրափակչում են։ Քանի որ Սիրասունում հաղթողին որոշում են միայն մասնակիցները, այս դեպքում եւս հենց նրանք պետք է քվեարկեն, թե աղջիկներից ով է հայտնվելու եզրափակիչում։ Եվ այսպես, մեր մասնակիցները քվեարկեցին ու այս պահին մենք բոլորս միասին, ես էլ լուսնյակն էլ առաջին անգամ ձեզ հետ սիրելի Monk-ի դիտողներ կիմանանք, թե Սերգեյի հետ աղջիկներից ով է հայտնվում եզրափակիչում։ Սերգեյ, խնդրեմ մոտենաք մեզ եւ իհարկե Վիկտորիա եւ Անահիտ Կոստանդյան, դուք էլ համեցեք։ Սերգեյում հետ կուզեիք գնալ եզրափակիչ։ Տարբերություն չկա, երկուսն էլ գեղեցկուհիներ են։ Տարբերություն չկա, երկուսն էլ։ Աղջիկներ ինչ եք կարծում, ով է ձեզնից։ Անկեղծում եմ, որ Անահիտն է։ Իսկ ես կարծում եմ, որ Վիկտորիան։ Ինչ լավ է։ Ճտակրքիր է։ Են շատ համեստ եք։ Եվ այսպես, ես հիմա հերթով հնչեցնում եմ անունները։ Վիկտորիա։ Անահիտ։ Պահի աչուձախ ձեռքերի մեջ։ Պահել եմ։ Վիկտորիա։ Անահիտ։ Վիկտորիա։ Դուր։
Անահիտ 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 Եվ Անահիտ 6-3 հաշվով 6-3 հաշվով Անահիտը եզրափակիչում է Անահիտ շնորհավորում ենք ձեզ Վիկտորիա Շնորհակալություն ձեզ Եվ այսպես Սերգեյը եւ Անահիտ Կոստանդյանը Սիրասուն ռեալիթի շոուի եզրափակիչում են իսկ թե նրանցից ով է հաղթելու բնականաբար կրկին ընտրելու են մեր մասնակիցները այդ ամենի մասին մենք իմանանք ավելի ուշ իսկ բոլոր նրանք ովքեր այս մեր եթերաշրջանի ընթացքում անհամար SMS-ներ են ուղարկել 1006 կարճ համարին ու կազմել իրենց երևակայական զույգը ձեզ շնորհավորում ենք շուտով կիմանաք թե ինչպես եք մասնակիցը դառնալու այն խաղարկության, որը հատուկ եթերի ընթացքում կիրականացնենք ու 10 iPhone-ներից մեկը հնարավոր է բաժին հասնի հենց ձեզ, եթե դուք ուղարկել էիք մինչ այս պահը SMS ձեր երևակայական ֆինալիստներին, կազմելով Սերգեյին եւ Անահիտ Կոստանդյանին։ Այժմ բոլոր մասնակիցները սպասելու են այստեղ եւ Սերգեյն ու Անահիտը Կոստանդյան ունենալու են հատուկ հարցազրույց։ Որից հետո կհասկանանք թե հարցազրույցը, որից հետո մենք արդեն կանցնենք քվեարկության այն փուլին ու կհայտարարենք մեր սիրասուն հաղթողին։ Եթե անկեղծ չէի սպասում, որ ես կհայտնվեմ եզրափակչում, բայց հաճելի էր ու հետաքրքրականը նա էր, որ ես հայտնվեցի եզրափակչում Վիկտորիայի հետ, ում հետ ոչ միայն ընկերացել ենք, այլ նաև կարծես հարազատ քույրեր լինենք, ես այդպիսի զգացողություններ ունեմ իր հետ կապված ու որքան որ կուզենայի, որ ես հայտնվեմ եզրափակչում, նույնքան կուզեի, որ Վիկտորիան հայտնվեր։ Դեռևս ինֆորմացիան ամբողջությամբ չեմ մարսել, այսպես ասած, բայց շատ ուրախ եմ այս ամեն ինչի համար, շատ ուրախ եմ, որ եկել ու մասնակցել եմ, նաև ընկերներիս ովքեր խորհուրդ տվեցին գալ, այս էմոցիաները, այս մարդկանց, այս ամեն ինչը ես հաստատ չեմ մոռանա։ Իսկ թե եզրափակիչում ով կհաղթի, առավոտյան ես ցանկացել եմ, որ իմ մեջ ցանկացել եմ, որ ես գումարը հաղթեն մասնակիցում նպատակների համար առավելագույնս պետք է։ Ու հիմա մնացել ընդամենը վերջին մի քայլ ու կանխատեսումներ այլևս չեմ ուզում անել, տեսնենք։ Անկեղծ ասած, միայն այն, որ ես հիմա եզրափակչում եմ աղջիկների մեջ, դա ինձ համար հաղթանակ էր ոչ թե մյուսների նկատմամբ, այլ ինքս իմ, միգուցե ես դրան չէի հավատում, կամ հավատում էի, բայց չէի պատկերացնում ու սա ինձ համար հաղթանակ էր ինքս իմ նկատմամբ։ Այո, ինչ որ բայից ես հասկացել եմ, որ ֆավորիտ եմ առնվազն եզրափակիչում լինելու, ընդամենը րոպեներ առաջ հավակնորդը կամ ես էի կամ Արմանը ինձ համար, ես հայտնվեցի այստեղ ու հիմա մնացել է վերջին մի քայլ։ Ես իրոք չեմ ուզում կանխատեսել։ Ինչպես կանխատեսում էի իմ կամ Արմանի եզրափակչում հայտնվելը, այդպես հիմա կանխատեսում եմ իմ կամ Անահիտի հաղթանակը։ Այս էմոցիոնալ պահին Անահիտին եւ Սերգեյին ընդամենը մեկ հարց է տրվելու։ Արդյոք պատրաստ են կիսել մրցանակը 20 միլիոն դրամը, եթե հենց իրենք հաղթեն։ Սա թերևս այս երկարատև եւ փորձություններով լի ընթացքի ամենակարևոր որոշումն է։ Ես պատրաստ եմ կիսել 20 միլիոն դրամը Սերգեյի հետ։ Հաղթելու դեպքում ես սիրով պատրաստ եմ կիսել 20 միլիոնը եզրափակչում ինձ հետ հայտնված Կոստանդյան Անահիտի հետ։ Մինչ հաղթողի երկու հավակնորդները հարցազրույց էին տալիս, մյուս 10 մասնակիցները փակ քվեարկությամբ որոշում էին ով է հաղթելու։ Այս պահին Սերգեյին եւ Անահիտին խնդրում ենք որպեսզի մոտենան մեզ։ որպեսզի ամփոփենք Սիրասուն ռեալիթի շոուի վերջին քվեարկությունը։ Այո, սիրասուն եզրափակիչ անցած մեր մասնակիցներն են, որոնցից մեկը կարող է շահել, այսինքն ոչ թե կարող է, այլ արդեն ուրիշ ճարճ ունի, պիտի շահի 20 միլիոն դրամ։ Եվ այդ հաղթանակած գումարը, հաստակած գումարը
որին նպաստել եք դուք բոլորը, սիրելի սիրասուններ, ձեզ եւս ծափահարություններ, նայեք ձեր ընկերներին, նրանք են ընտրել, թե ձեզնից ով է Սիրասուն ռեալիթի շոուի առաջին սեզոնի հաղթողը։ Ավելի արժանի հաղթողը։ Այո, ավելի արժանի հաղթողը։ Եվ այսպես, եթե պատրաստ եք, սկսենք։ Հերթականությամբ կարդանք։ Անահիտ։ Դուր տեսնեմ ինչ եմ կարդում։ Սերգեյ։ Չկորցնեք դեր։ Պինդ բայր։ Անահիտ։ Տրամաբանական Սերգեյ։ Հաջորդը։ Անահիտ։ Դեր պայքար է գնում։ Տեսնենք։ Սերգեյ։ Սերգեյ։ Փոխվեց ուղղությունը։ Անահիտ։ Մնաց երկու հատ։ Ես էլ չեմ տեսել։ Ու Լավ, փակ ես վիճակում տեսնեմ, տալիս եմ քեզ։ Մնացել են երկու հատ։ Ձեր ձեռքերում քանի հատ են։ 4 4 Եվ Թե ինչ է թե ասա։ նրանցից ով է 20 միլիոնի հաղթողը, մենք իմանանք վարքյաներ անց։ Բայց այս պահին ուզում եմ ասել, որ նրանցից ով է լինի, այն հարցի պատասխանը, թե ինչ են հնչեցրել, թե Սերգեյը, թե Անահիտը։ Հիշեցնեմ հարցը հետևյալն էր։ Հաղթանակի պարագայում արդյոք պատրաստ եք կիսել գումարը։ Եվ երկուսն էլ պատասխանել են, որ պատրաստ են կիսել 20 միլիոն դրամը։ Այստեղ արժե ծափարել։ Բրավո։ Տեսնենք կկիսվի։ Նրանք ասել են պատրաստ են կիսվել, բայց հաղթելուց անմիջապես հետո չգիտենք, կարող է ասեն պատրաստ ենք, բայց չենք կիսում։ Ստորագրել եք, որ կկիսվեք։ Ստորագրել եք։ Եվ վերջին երկու թուղթը Սերգեյ եւ Անահիտ! Հավասար ձայներ! Դուք հասկանում եք, որ դուք հավասար միավորներ եք տվել! Երկուսին եք! Սան միլիոն դրամ! Մեր հաղթողներին է Անահիտ, նրանք փաստորեն հավասար միավորներով 10 միլիոն դրամով կգնան ու ինչն է հետաքրքիր, որ իրենք չգիտեին, թե ինչպես են քվեարկելու իրենց մյուս սիրասուն ընկերները, բայց պատրաստ են կիսել գումարը, իսկ նրանք, դուք, տվեցիք նրանց միանգամից հաղթանակը։ Շնորհավորում ենք, ավարտվեց Սիրասուն ռեալիթի շոուի առաջին սեզոնը։ Ես ուզում եմ շնորհավորել բոլորիդ այս հիանալի մեգա նախագծին մասնակցելու եւ մեգա մրցանակին դուք համոն մի տուրեք 20 միլիոն եւ մեգա մրցանակին արժանանալու համար Մոնք 3-ի սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք, տարածեք այս շոուն, տարածեք մեր բոլոր էջերը ձեր ընկերների հետ, որովհետև ամենահետաքրքիրը դեռ առջևում է Մոնք 3-ը պատրաստվում է նոր նախագծերի, մատուցելու ձեզ ֆիլմեր, հաղորդումներ, մուլտֆիլմեր ու շատ անակնկալներ։ Սիրասուն դիտողներ, շնորհակալություն, որ Մոնք 3-ի հետ եք, որ մեզ հետ եք, վստահաբար մեզ հետ հավասար զայրանում եք, զարմանում եք, քննարկում, դիտում, չգիտեմ, ամենը միասին։ Վստահաբար բոլոր մասնակիցները լինելու են մեր ընկերները։ Շարունակաբար միասին շփվելու ենք եւ կապի ենք լինելու եւ վստահաբար ուրախանալու ենք նրանց հաջողությունը։ Այո, Սերգեյ եւ Անահիտ Կոստանդյանը այսօր տուն կգնան խոշոր գումարով, բայց մնացած սիրասուները
եւս խոշոր շահում ունեն ու կարծում եմ դա այն ընկերությունն է, որը ձևավորվեց այս 10 օրերի ընթացքում։ Համենայն դեպս ես եւ Լուսնյակը ուրախ ենք ձեզ անձամբ ճանաչելու համար եւ նրանք բոլորը իրենց ասպարեզում լավագույններն են, իսկ մենք ձեզ կշարունակենք հետևել կողքից հպարտանալ ու հիանալ այն բոլոր ձեռքբերումներով, որ վստահ ենք ամեն մեկը ձեր կյանքում կունենաք։ Իսկ Monk 3-ը եթե ինչ-որ մեկի հետ բարեկամություն է սկսվում, դա երկարատև է։ Մենք ձեզ ասում ենք առաջ հանդիպենք։ Bye! Ucom ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում։ Օզի